Ղազարոս Աղայան, Ասլան Բալա, մաս երկրորդ։ Մեր տղերքը ուղիղ 7 նոր ճանապարհ գնացին, ճամփին շատ չար ու բարի տեսան, շատ տեղ հայտնեցին իրանց ճամփորդության նպատակը, շատերից սարսափելի վտանգներ լսեցին, բայց իրանք աներկյուղ շարունակեցին իրանց ճամփան, մինչև հասան Սև Բերդի սահմանը։ Մի անտառապատ և բարձր լեռան վրա էր Սև Բերդը, երբ մոտեցան Բերդին, իջան մի գեղեցիկ ծաղկավետ հովտի մեջ, մի աղբյուրի վրա։ Դու փայտ հավաքիր և կրակ վառիր, ասաց Արսենը, իսկ ես մեկ կբարձրանամ դեպի այս ձորի խորքը, կարելի է մեկ որս ճանկեմ։ Հետքեր շատ կան, այստեղ լավ որսի տեղ է։ Արսենը գնաց, իսկ վուրգը փոխանակ փայտ հավաքելու սկսեց ծաղիկ քաղել և շատ ճաշակով մի գեղեցիկ փունջ կապեց։ Մինչև վուրգը իր փունջը կկապեր, Արսենը եկավ մի ահագին վարած շալակած։ Ուր է կրակը, հարցրեց Արսենը։ Կրակը սրտումս է, պատասխանեց վուրգը։ Ես անտեսիս համար տես ինչ գեղեցիկ փունջ եմ կապել։ Ուրեմն դու դեռ ջուրը չտեսած ոտքերդ հանել ես արդեն։ Լավ, անց կենանք։ Ուրեմն այդ ջրովը մոտենանք Բերդին և այնտեղ վառենք կրակը, որ շուտ նկատեն մեզ և շուտ գան, տեսնենք ինչ են ասում։ Ես էլ եմ կարծում, որ այդպես լավ կլինի, ինչ լինելու է, թող շուտ լինի։ Բարձրացան մինչև Բերդի պարսպի տակը, որտեղ կրակ վառեցին և ամբողջ վարազը, փորը միայն դատարկած, քաշեցին մի հաստ ձողի վրա և սկսեցին խորովել։ Այսպես գիտությամբ արավ Արսենը, որ տեսնողը իրանց հասարակ մարդիկ չհամարե, այլ հսկաներ։ Հենց որ բարձրացավ կրակի ծուխն ու բոցը և հասավ մինչև ամպերը, հսկաները վեր նայելով նկատեցին այդ և իրանցից մեկին ուղարկեցին, որ տեսնե ինչ բան է, ովքեր են եկողները և շուտով լուր բերե։ Ահա գալիս է մեկը, ասաց Արսենը, դու վեհանձն եղիր, տեղիցդ չշարժվես, այլ միայն դեպքին հարմար հրաման տուր ինձ, որ նրանք նկատեն, որ դու իմ պարոնն ես, ես քո ծառան։ Մի աժդահա մարդ էր եկողը, թեև պակաս հսկաներ չէին և Արսենն ու վուրգը, բայց նրա համեմատությամբ փոքր էին։ Ինչ մարդիկ եք, կանչեց հսկան հեռվից։ Արսենը ձեռքով արավ, թե մոտ եկ, տեսնենք ինչ ես ասում։ Հսկան մոտեցավ և երբ տեսավ ամբողջ վարազը խորովելիս, ահ ընկավ սիրտը, բայց իր երկյուղը ցույց չտալով սկսեց բարկանալ, թե ինչպես են համարձակվել իրանց որսերին դիպչել։ Կռացավ, որ շամփուրը վեր առնե, շպրտե։ Արսենը բռնեց նրա օձիքից և այնպես հեռու մղեց, որ հսկան կոճղի պես գլորվեց։ Սաստիկ զայրացած վեր կացավ տեղից և կպավ Արսենին։ Արսենը, որ արդեն փորձել էր հսկայի ուժը, բռնեց նրա ականջներից և այնպես քաշեց, որ գլուխը խփեց գետնին և ծունր դնել տվավ իր առաջին։ Այդ ժամանակ վուրգը այլևս չուզեց պարապ մնալ, արձակեց հսկայի կաշվի պինդ գոտին և նրանով կապոտեց նրա կռները։ Կաշկանդված հսկային հետո կապեցին մի հաստ ծառից և իրանք սկսեցին իրանց նախաճաշիկը։ Սկիզբը լավ է, ասաց Արսենը, տեսնենք վերջը ինչ կլինի։ Հետո դառնալով հսկային, ասաց. մենք եկել ենք ձեզ մոտ հյուր, և դուք այդպես եք ընդունում ձեր հյուրերին։ Կուզես մի կտոր միս տամ կեր։ Այս ասելով մի մեծ կտոր մոտեցրեց հսկայի բերանին։ Իսկ դուք այդպես եք հյուրասիրում ձեզ մոտ եկողին, ասաց հսկան։ Արձակեցեք և այնպես հրավիրեցեք ինձ ճաշի։ Բայց հետո խոսք տալիս ես, ասաց, որ չես փախչիլ և քո եղբայրներին իմաց տալ, կամ եթե խոսք էլ տաս, ով կհավատա քո խոսքին, բայց որ հավատաս, թե մենք վատ մարդիկ չենք, տես այս թուրը, մի հարվածով
կարող էի այս րոպեիս թռցնել գլուխդ, բայց կյանքդ քեզ եմ բաշխում, որովհետև իմ պարոնը այսպես է կամենում, արյուն թափելու հրաման չի տալիս։ Այս խոսակցության ժամանակ մեկ էլ տեսան, որ մի ուրիշ հսկա է գալիս։ Նա, որ տեսավ իր եղբորը ծառից կապած, ջանը դող ընկավ, բայց էլ ավելի բարկացավ, քան առաջինը, եւ առանց հարցուփորձի ուղղակի հարձակվեց մեր տղայոնց վրա։ Արսենն առաջ անցավ եւ նրա ականջներն էլ գցեց ճանկը եւ չոքացրեց արջևը ու ասաց. նախ երկրպագություն տուր մեզ, մենք հասարակ հողեղեն չենք, այլ ձեր հոգիառ հրեշտակներն ենք։ Այս խոսքի վրա ահագին հսկան այնպես դողդողաց, ինչպես մի նապաստակ որսկան շան ճանկերում։ Սրան ավելի հեշտությամբ կապոտեցին եղբոր կողքին։ Հետո եկան երրորդը, չորրորդը, մինչև յոթերորդը։ Ուր են ձեր մյուս եղբայրները, գոռաց Արսենը, թող գան ձեզ օգնեն։ Էլ ուրիշ եղբայր չունենք, ասաց ամենից մեծը, այս ենք, որ կանք։ Շատ լավ, ասաց, հիմա ինչ փրկանք կտաք մեզ, որ ձեզ ազատենք։ Տեսնում եք, ահա, որ ձեր կյանքը մեր ձեռքին է, մի հարվածով կարելի է թռցնել ձեր բոլորիդ գլուխները։ Եվ Արսենը սկսեց թուրը շողշողացնել նրանց գլխներին։ Այս միջոցին մի ձայն հասավ Արսենի ականջին. Օ, խնայեցեք իմ եղբայրներին, այդ դուք չեք, որ հաղթեցիք դրանց, այլ ճակատագիրը։ Արսենը ետ մտիկ տվավ եւ տեսավ մի աղջիկ է գալիս սպիտակ քողի երեսին։ Ես գործ չունեմ նրա հետ, ասաց Արսենը վուրգին, նա քո բաժինն է, ինչ ուզում ես արա։ Օ, երկինք, օգնիր ինձ, բացականչեց վուրգը եւ փունջ ձեռքին մոտեցավ աղջկանը եւ ծնկաչոք թավազա արավ, ասելով. Օ, իմ անտես աննման, առ այս փունջն ինձանից, սրա հետ քեզ եմ նվիրում ես նաեւ իմ սիրտն ու հոգին։ Կընդունեմ այդ ընծան, որովհետև տվողը վուրգն է, որտեղից գիտես դու իմ անունը, ով իմ նազելի։ Երկնքի թռչուններն ասացին ինձ, պատասխանեց աղջիկը, եւ քողը երեսից ետ քաշելով ասաց. ահա, ես էլ քեզ նվեր։ Վուրգը տեսնելով աննմանի գեղեցկությունը, սիրտը սկսեց թրթռալ, հազիվ կարողացավ գրկել նրան եւ համբուրել, բայց աղջիկը նույնպես նվաղեց եւ երկուսն էլ ուշաթափվեցին։ Եղբայրս վայելեց մարդկային կյանքի միակ երջանիկ րոպեի քաղցրությունը։ Այսուհետև թեկուզ մեզ կոտորեն, էլ հոգ չունեմ, ասաց Արսենը եւ ուրախության արտասունքն աչքերին մոտեցավ հսկաներին եւ ամենքին էլ կապանքներից արձակեց։ Հսկաները նույնպես հուզվեցան սրտի խորքից, մանավանդ որ նախապատրաստված էին արդեն իրանց քրոջ երազից։ Մի քանիսը վազեցին տուն, որ պատրաստություն տեսնեն հյուրերի համար, մի քանիսն էլ Արսենին իրանց մեջն առած ճամփա ընկան դեպի տուն, գովելով նրա տղամարդկությունը, իսկ վուրգն ու աննմանը ամենից հետո էին գնում եւ շուտ կանգ առնում, իրար երեսին մտիկ տալիս, մեկ-մեկով հիանում, զմայլում եւ միմյանց պատմում իրանց տեսած երազները։ Մեր քաջերին 3 օր պահեցին հսկաները եւ ամեն օր մի նոր ուրախության հանդես սարքեցին։ 3 օրից հետո ճամփադրին մեծ բահր ու բաժինքով։ Երբ տուն հասան, մի նոր կերոխում սարքեց թագավորը եւ 2 պսակ միասին կատարեց, վուրգին անտես աննմանի հետ, իսկ Արսենին աստղիկի։ Այս հարսանիքումը, ինչպես ամեն հեքիաթի հարսանիքում, նույնպես 3 խնձոր վայր ընկան։ Ուղղակի երկնքից միայն այս անգամ խնձորները ասողի եւ լսողի համար չէին, այլ մեկը հավատի եւ քաջության համար, երկրորդը հուսո եւ առաքինության, եւ երրորդը սիրո եւ
ուժի համար։ Բա, այսքանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել Արի լսի YouTube-յան ալիքին։ Կհանդիպենք։